Երբ որոշ ուժեր կամ անհատներ ինչ-որ բան են նախաձեռնում, եւ դա օրինակ աջակցություն չի ստանում քաղաքական այլ ուժերի եւ ժողովրդի կողմից, սկսում են միանման կերպով մեղադրել բոլորին, որ իրենց հետ չեն ցանկանում միանալ։ Իսկ հիմնական խնդիրը բնականաբար հենց իրենց մեջ է։ Ոմանք օրինակ դուրս են գալիս փողոց հանրահավաք են հրավիրում, ժամերով թուրքերին են հայում, ասում են Վանալյուշն ու Մասիսարը հետ ենք վերելու ժողովուրդ ջան, եւ ժամ են պահում, տեսնենք ինչքան մարդ կհավաքվի այդ իրենց ասածից հետո։ Հետո բնականաբար առանց ամաչել ասում են թե ժողովուրդը չմիացավ եւ անտարբեր է։ Սա ասֆալտի ֆիդայից ասֆալտի քաղաքական գործիչ դարձածների կատեգորիան է։ Բայց կա մի այլ կատեգորիա, ովքեր որ տարիներ շարունակ կուսակցություններ են ղեկավարում, կուսակցություններ են փոխում, ճամբարներ, դաշինքներ, կոալիցիաներ են փոխում։ Մեկը լուսամետ են, մեկը արևմետամետ, մեկ մի գաղափարի կարող են, մեկը այլ։ Քաղաքական դաշտում ոչ մի որակ չեն ստեղծում, չեն ստեղծել։ Բացի անվստահելի կերպար լինելուց այլ բան չկա։ Հետո բնականաբար էլի բոլորը մեղավոր են բացի իրենցից։ Պետք է ուղղակի հասկանալ, որ խնդիրը հենց ձեր մեջ է։ Ձեզ չեն ուզում միանալ, ձեր շուրջ չեն ուզում հավաքվել, ձեր հանդեպ չկա վստահություն։ Ռեալ պոլիտիկից խոսելուց առաջ ռեալ գնահատեք ձեր հնարավորությունները։ Միանշանակ է, որ Հայաստանն այսօր անհրաժեշտ է քաղաքական նոր մշակույթ, ուժեղ իշխանություն եւ ուժեղ առաջնորդ։ Այլևս ընտրություն չպետք է կատարենք վատի եւ վատագույնի միջև։ Մեզ պետք է այլընտրանք, որտեղ չպետք է տեղ ունենան Հայաստանը այս վիճակին հասցրածները եւ իրենց սպասարկած եւ օգնած ուժերը։